Հայկո ինչ է աղել։ Հայկո ինչ է աղել, ինչ է հետդ կատարվում։ Հայկո մի հատ հանգստացի ու ասա տեսնեմ ինչ է աղել։ Որ կանեմ հանգստանամ։ Դե հիմա ասա։ Շնորհակալություն։ Ուրեմն այսօր առավոտյան ժամանակի մեքենայի Մարկոսի վրա աշխատում եւ տեսա, որ Մարկոսը բավականաչափ էներգիա ունի մոտակա 5 տարվա կտրվածքով ապակա տեղափոխվելու համար։ Եվ որոշեցի գնալ ապակա տեսնել, թե ով ում հետ է ամուսնացել։ Եվ ում հետ ես ամուսնացել, որ սենց վախեցել ես։ Ես չտեսա, թե ով ում հետ է ամուսնացել։ Բա ինչ ես տեսել։ Ես տեսա, որ Ես տեսա, թե Զազան ոնց էր մեր ցեղը կախարդել եւ բոլորիս ահավոր ձևի տանջում էր, ամեն ինչ նրա իշխանության տակ էր։ Վայ, ես ինչ վախենալու բան ես ասում, մենք պետք է Մոսոյին ասենք դրա մասին։ Օր, վարկյան, տարի ամիս ու դար Չոչվել են գժվել, խառնվել իրավ Դար, ամիս րոպե տարի է որ Ետ եկան, եշացան, հով է մեղավոր Բարի աջողուն ուստա, ես ինչ ես անում։ Ոչ ենք, սոսոյին ձեր աղնենք, բան գործում ենք ձեր ենք անում։ Ինչ եք անելու։ Ես Փեդը ներկում եմ բանանի գույն, որ սոսոն գա, տամ ուտի ատամները փշրվի։ Հելո, բան եք մտածել։ Եկավ ձեր զոհը։ Բայոտ է, տայջան Բարը սոսոն ջան, բան։ Ես բանանը վերցրակեր, քո համար եմ բերել։ Ապրես։ Հենա, ես էլ քեզ ուզում եի ասեի թռնես մի հատ իմ համար բանան բերես, հենա դու քո կամքով թռել բերել ես էլի։ Այդ տեսեք, սովորեք ոնց եք ինձ վերաբերվելու։ Սովորում ենք, սոսո ջան, դու բանան եք տանուշ արաջիկյար։ Դե քանի որ այսօր ես իմ առաջի բալանն է, բարոտ տեսակ։ Ay mama ջան։ Ինչ է դե չտեսի հայացքով նայ, ման այսքանն է դուք եք, հա։ Ռոթում է։ Ատանես, մամաջան։ Դե բանան ուտել է չգիտես է։ Ես չեմ հասկանում, ես սոսոյի բերանը կացին, հա։ Ինչ այկոն։ Ինչ Այ հիմա ասա, այկո ջան։ Շնորհակալություն Նեսրոպ, ես քեզ շատ կարևոր բան եմ ասելու, բայց արի գնանք ուրիշ տեղ, հա։ Չեմ ուզում որ երեխեքը լսեն այդ ամեն ինչը։ Լավ, որի գնամ։ Այկո, ես էլ քո ասած ուրիշ տեղը, դեսը դնեմ ինչ է եղել։ Այկո, դասա դրանք ինչ ա եղել։ Դուք էլ եք ստեի մանրազավրներ, դավայ փախակ ստից։ Ով էլ ընգեր։ Հի։ Ես մի հատ նավ ձև գիտեմ թարգում լսելու, արի ասում։ Ես չեմ հասկանում, ձեզանից պրծում չկա։
Հայկո չի լի սրանց մոտ պատմես, պատմի էլի։ Լավ մոսո պատմում եմ։ Ուրեմն Ինգերես ինչ ասեցի։ Գնա մի տեղ աղկվեմ։ Լավն էր Հայկո, լավ ծրելու ձև էր։ Ես ետինեմ ինչ է։ Մոսո Հայկոն կատակ չէր անում։ Ինչ ասեց ճիշտ էր։ Այ լուրջ ես ասում։ Պետք է գնալ բաբալի մոտ ուրեմն։ Բաբալ մենակ ես։ Մոսո ջան, արի։ Յա, Լոլո ջան ես դու ես եկել։ Ոնց ես բաբալ Ասա, Լոլո ջան, ասա մի ամաչի, ասա։ բաբալ պապա։ Լավ եմ, Լոլո ջան, լավ եմ։ Պապան, իսկ գիտես որտեղ է Զազան։ Զազան ցեղապետի հետ է։ Ես ինչ է եղել։ Ինչ եք սենց տարօրինակ դեմքով։ Հայկո ասա։ Ուրեմն Անանալա։ Իմ քուրը բարիացել է։ Ինքը չի կարա ոչ մեկին կախարդի։ Չի կարա։ Բայց բաբալ պապա, կա չէ ինչ որ տարբերակ որ կարանք իմանանք կախարդել է թե չէ։ Կարանք։ Բայց մենակ կախարդանքի շնորհիվ։ Բայց ես էլ կախարդանքը թարգել եմ, թարգել։ Բաբալ, եթե դու մեզ չօգնես, մենք էլ ապրելը կթարգենք։ Ասի չէ, մոսը, չէ ու չէ, վերջ։ Բաբալ պապա, Հաջան, խնդրում եմ գոնե մի անգամ բարի նպատակով դիմես կախարդանքի օգնությանը։ լավ։ Ես ես կօգնեմ։ Բայց եթե պարզվեց, որ Զազան ոչ մեկին չի կախարդել, էլ չգաք ու ինձանից օգնություն չուզեք, եղավ։ Չգաք ասեք, բաբալ, նենց արա, որ մեր տատին 4 ոտ ունենա, որ կարողանա արագ վազի։ Կամ ասենք, բաբալ, որսի հավես չկա, նենց արա, որ երկրգից անձրևի փոխարեն միս թափվի։ Կամ ասենք, նենց արա, որ մեր ջահել աղջիկա ճակատի պզուկները ասեց մաքրվեն, որ ուզողները շատանան, եղավ։ Հարց չկա, Բոբլո ջան, պայնավորվեցինք։ Դե մի քիչ եկոմ գնացինք։ Հերու, հերու։ Յո, վայ։ Ես ինչքան ժամանակա չի եկել ես շորերը։ Ոնց է, գլխիս վրա լավ է, լավ ես նստել գլխիս վրա։ Բաբալ, կարոտը տարնելու ժամանակ ես գտել, արագացրու։ Բայց մինչև այդ գործին անցնելը ինձ ցեղապետի մազն է պետք։ Զազա, ինձ սերն ենքան ուժեղը, որ ես պատրաստ եմ դառնալ քո ստրուկը։ Հիմա ես ես մազը կգցեմ հեղուկի մեջ։ Եթե հեղուկը դարձավ կանաչ, ուրեմն չի կախարդել։ Եթե դարձավ կարմիր, ուրեմն կախարդել է։ Բաբալ, ինչ ալնում։ Հալավոր դեղին է, հեսատենակ ինչ գույն է փողում։ Սվետաֆորով է նայում չեմ յոմ։ Դարձավ կարմիր։ Տեսար բաբալ, որ ասում է, որ այդ տակակ թարախը կախարդել է։
Լավ, մոսո մի մոռացի որ քուրս է։ Լավ, ես կխոսամ Զազայի հետ ու Զազան ես ցեղից կգնա։ Բայց նայ բաբալ, եթե չգնաց Զազանես ցեղից, իրան կապկպելու ենք գցենք բանտը։ Ոնց որ ասում են, բանտա, բոլոր կախարդների վերջը բանտա, Զազայի վերջը բանտա, Պավարոտ Մարգար, Զազային չապալախ ապտակ, բանտա, Զազայի վերջը բանտա, Էդե, բոմբոստե բանտա, ու վերջը բանտա, ինչի բանտա։ Լուրջ եք ասում։ Հանգեր։ Դե Հայկոն էլ խելացի տղա է։ Քոնման ու հիմար չի որ անկապ բաներ խոսա։ Չնայ ճիշտ ասում, գիտես, Հայկոն խելացի տղա է, իմ նման հիմար չի, որ անկապ բաներ խոսա, հաստատ ճիշտ ասում։ Դենոս բայց ոնց են մեզ կախարդելու։ Ես գիտեմ ոնց է կախարդելու։ Հաստատ ով ինչից շատ է վախենում, հենց էդ էլ դառնալու է։ Ինչ գիտես, ընկեր։ Չեք նկատես, վերջերս ինչքան անկապ բաներ եմ դուրս տալիս, հենց տենց են նումա։ Ոնց, ով ինչից վախենում է այդ դառնալու։ Հիմա ես դառնալու եմ մոտ գիշեր։ Չէ։ Ինչ թվում է։ Կոնկրետ քո մոտ այդ փոփոխությունը մարմնիդ հետ է կապված ելնելու։ Վայ մամա ջան, մենակ թե խոս չդառնամ, լավ էլի։ Լավ, ոչ։ Հետո եթե ճիշտ է ուզում ես իմանալ, դու խոզից այդքան է չես տանել։ Ես դեպքը ցույցում եմ աչքերի։ Եթե քոսիցը ճիշտ է, ուրեմն ես պետքա դառնամ փրչակ։ Սոսո, բա դու ինչից ես վախենում։ Ես։ Աբեր, ես ընդամենը մի բան կա, որից սարսափում եմ։ Ու այդ երևի ամենավերջի բանն է, որ ես կուզեի հետ լիներ։ Էդ ո՞րն է, ընկեր։ Աբեր, ես վախենում եմ խելացի դառնալուց։ Կգժվեմ։ Վայ, Նինի ինչ ես անում, մի ցավացրու։ Ուֆ կներես։ Ինչ ես ջղայնացած։ Ուֆ չգիտեմ Սիսի։ Իսկ ես գիտեմ, որովհետև ամուսին չունես։ Քեզ ամուսին է պետք։ Կոկոին ու Լոլոին հայր է պետք, պապային փեսայ է պետք, ոսոյին բաժանան։ Սիսի հասկացա։ Ու ինչ ես առաջարկում։ Առաջարկում եմ մեր կողքի գյուղի Քշոին ուզես, ինքը համ շատ լավ մարդ է, համ շատ սիրուն է, համ լավ ընտանիքի հայր է, համ է կնոջ այդքան նվիրված է, ուսի պրծի էլի։ Չէ Սիսի, ես էլ երբեք չեմ ամուսնանալու։ Ու գիտես ինչի, որովհետև ես վախենում եմ արդեն։ Եթե ես մի անգամ էլ բաժանվեմ, չեմ դիմանա։ Բայց ես վախենում որ ծերության մենակ մնաս, կողքը տղամարդ չլինի։ Չէ, թող իմ կողքը օրծերության տղամարդ չլինի, ինձ տղամարդ պետք չի։ Իսկ ես ծերությունից շատ եմ վախենում։ Իսկ կյանքում չեմ ծերանալու։ Սիսի, մարդը ամեն օր ծերանում է, ամեն օր։ Վայ, ինչ ես խոսում։ Ոյ, ես երեկեկա սենց չէի, ախր սենց էի, ես չեմ ծերանալու, սենց միշտ մնալու եմ։ Ոյ։ Էլվա։ Ձայս ցեղապետ, Զազեն քեզ կախարդել է։ Չկա նման բան։ Ո՞չ չկա աղջի։ Հələ մի րոպե մոսոջ։ Զազա, ես թուրմերի միջոցով ստուգել եմ ու դրանց միջոցով պարզել եմ, որ դու իրոք կախարդել ես ցեղապետին։ Զազա, դու կարաս իրանց խապես, բայց ինձ ոչ ես կարա։ Հա, լավ եմ արել, ես եմ կախարդել ցեղապետին, հետո։ Բա ինչի էր ձև էր թափում, հայտական։ Մի մոռացի, որ քուրս է։ Զազա, ճիշտ կլինի, որ դու ինքնակամ լքես այս ցեղը։ Թե ինչ այ, Թե չէ մենք ուժ կգործադրենք եւ քեզ կվռնդենք այստեղից։ Լանգստացի։ Զազան ոչ մի տեղ չի գնալու։
Լավ, ինչպես կցանկանաք, ես դեմ չեմ թող մնա։ Ես վախեցել եք ռզիկա զավր։ Հələ մի րոպե։ Ցեղապետ։ Զազան քեզ իրոք կախարդել է, բայց ոչինչ։ Հեսա ես կրակի աստվածների միջոցով այդ կախարդանքը կոչնչացնեմ։ Եսի չարեց։ Սիսի ոնց ես ձակուպս։ Լավ եմ կյանքս դու ոնց ես, լասատենա միչկա չկա։ Զազա, խնդրում եմ, Սիսին բաց թող, բայց ինձ ինչքան ուզում ես կարես պահես տանջես։ Հա, Զազա, ինձ բաց թող, ինչքան ուզում ես մոսոյի տանջի։ Զազա ջան, ինձ կարես պահես տանջես, բայց կոկոին բաց թող, հա։ Այդ կոկոն դու ես։ Հա, բա ես եմ։ Զազային խապս եմ տարի, որ ինձ բաց թողի։ Ես շատ լավ առաջարկ ունեմ, ասում եմ թող բոլորին Զազան տանջի, բայց ինձ բաց թողի։ Էդ ուզում ես ձերով խփես դեմքիդ չես կարու։ Բաբալ, զարդնի բաբալ։ Նինին ոնց է։ Նինի ոնց ես։ Լավ, ձներդ կտրեք շալալալալալալալներ։ Հիմա լսեք ինձ։ Չուզեցիք լավով, կլինի վատով, շատ վատով։ Զազա, գոնե աղջիկներին ու երեխեքին բաց թող, մեզ ինչ ուզում ես արա։ Տենց էլ անելու եմ, աղջիկներին ու երեխեքին բաց եմ թողնելու։ Զազա ջան, իսկ հիմարներին բաց ես թողելու։ Այո, հիմարներին էլ եմ բաց թողնելու։ Տեսա՞ց։ Փրկվանք։ Ցեղապետ։ Այս երեքին տարիմ քարանձավ։ Ոնց կհրամայես, իմ տիրուհի։ Լավ, թշվարներ։ Ես ձեզ կազատեմ, բայց մինչ ազատելը կկախարդեմ, եւ ձեր վախերը կդառնան իրականություն։ Տեսար ապեր որ ասում էի։ Եվ ասպես չակա մագա լախ Ոյ մամա ջան, ես ինչ ակատարում, ոյ ես գնուղս դեցա տրակում, ես ինչ ակատարում, երկիր բոլորակը պտտվում է արեքակի շուտ, ոյ ես ինչ ակատարում, ես դարնում եմ խելացի, ոյ մամա ջան, ես դարնում եմ խելացի, ուղանկյուն երանքյան ներտաձիկի կարակուսին հավասար է էջերի կարակուսիների գումարի, ես գջում, Վայ մամա ջան, խոս եմ տալես, վայ խնդրում եմ ինձի խորոված շարեք ուտեք, պապի աշկից հերոպ այք ինձ, վայ մամա ջան։ Վայ Զազա, թաղեմ ես քո ասիզը հա, վայ ճշումս, վաղ գլուխս, լավ չեմ, մեկըտ միատ լիմոնով հանքային ջուր բերեք, այ, Օրես ինչ մազոտ եմ ես։ Ես ձերն ես մեջ էլ եմ մազ։ Յախ կարա։ Սրտս խորնեց։
Ուրս մազ եմ հետ տվել։ Ես դեբուլ եմ։ Ես բանան եմ ուզում, ինձ բանան տվեք։ Ես ինչ լավ է։ Ինձ բան չի եղել։ Դուք ով եք։ Ես քո ամուսինն եմ։ Ես էլ եմ քո ամուսինը կյանքս։ Ես էլ եմ քո ամուսինը, սիրում ես։ Ես էլ եմ քո ամուսինը, սիրտս։ Քանի հոգու հետ եմ ամուսնացել։ Վայ մամա ջան, ինչի ես ինձ կարմիր ամենը։ Որովհետև Զազան էս ցեղը կախարդել է։ Ոնց որ դժոխք լինի։ Չմեռանք դժոխք են գան։ Այդ սարմանում է, մարդ ոնց կարա այդքան դաշան լինի։ Այս ամեն ինչը փոքր ժամանակներից է գալիս։ Զազան փոքր ժամանակ մի հատ տղա էր սիրարված։ Այդ տղան իրան մերժեց ու ինքը այդ օրվանից սկսեց չարանալ։ Հիմա այդ տղու պատճառով մենք պետք է տանջվենք։ Հե։ Բայց ես չեմ կարա անցյալը փոխեմ։ Բաբալը շատ խելացի բան ասեց։ Եթե մենք կարողանանք այստեղից ազատվել, մենք ժամանակի մեքենայով կարող ենք գնալ անցյալ, Զազայի անցյալը փոխենք, դրանով իսկ փոխենք մեր ներկան։ Այս ցեղապետից ոնց ազատվենք։ Խորովածդ բրծա։ Խորովածդ բրծա։ Հիմա ձեզ եմ խորովելու ուտեմ։ Վիվի, իսկ դու ինչ ես անում ստեղ։ Եթե այս ցեղում մի կին կա, որը պետք է գա իշխանության, այդ ես եմ։ Կյանքում մտքովս չէր ասնի, որ սենց բան կասեմ, բայց շնորհակալ եմ քեզ զոքանչ մամա։ Հայկո, հիմա ինչ, կարան գնանք Զազայի մանկությունը փոխենք, որ ինքը դառնա բարի։ Պետք է որ ժամանակի մեքենայի էներգիան բավականացնի դրա համար։ Դե, գնացինք։ Մի վախեցի, արի, սինես տիստեղ։ Հիմա ինչ ենք անում, Հայկո։ Ասեք, հիմա այս սրա շնորհիվ ես կմիանամ բաբալի ուղեղին, այնուհետև կմիացնեմ ժամանակի մեքենան, իսկ դու բաբալ փորձիր կենտրոնանալ այն օրվա վրա, երբ որ Զազան սիրահարվեց այդ տղային, լավ։ Շատ լավ։ Դավայ, դե այդ հիշի այդ պահը։ Պատրաստ։ Պատրաստ ենք։ Գնացինք։ Են էլ Զազան, իր համար խելոք խաղում է, են կողքինն էլի ես եմ։ Նա ինչ համով երեխա է Զազան, ոնց է տենց ստացի, որ տենց համով երեխեն մեծաց է դարել է անհամ կախարդ։ Հենա, են էլ են տղեն, որ գալիս է իրանց մոտ Զազան սիրահարվում է, ասում է արի արդ խաղանք, ու այդ տղեն մերժում է։ Հələ մի րոպե ես իսա գալիս եմ։
Լսի քեզ ուրեմն ինչ եմ ասում, տղա։ Այն աղջիկը, որ ասի արի խաղանք, մի անգամից կհամաձայնվես եղավ, ու սրանից հետո ինչ ասի համաձայնվում ես եղավ։ Մեկ էլ մի բան էլ։ Են լավ տղա երեխուց որ խաղալիքը վերցրել ես, կտանես ու հետ կտաս։ Ու վաղ կոտնել դու ես, եղավ արան։ Հիմա ինձ թվում է, որ Զազան բարիացած պետք է լինի ապագայում։ Давайте գնանք տանը։ Չէ, Զազան դեռ չի բարիացել, որովհետև ամեն ինչ դեռ կարմիր է։ Իսկ դա նշանակում է, որ ցեղը դեռ Զազայի կախարդանքի ազդեցության տակ է։ Ահա։ Բայց դուրին ուրիշ պատճառով ահա չարացել Զազան, ոչ թե այդ տղու։ Հլը մեծ հիշի, ուրիշ բան հիշի, բաբալ։ Չէ, պետք է լրիվ ուրիշ բան մտածել։ Ես հասկացա ինչ կարելի անել։ Ես ցեղապետի ձեռից պլստացիկ եկաք։ Նայում ենք բերե Զազա։ Էսով ես։ Շլալալալալալալա։ Դու ես։ Ես։ Դու ես փոքր ժամանակ։ Զազա, ես չգիտեմ քո հետ ինչ դեպք ա եղել, որ դու տենց չարացել ես մարդկության հանդեպ, բայց խնդրում եմ, նայիր այս փոքրիկ Զազայի աչքերի մեջ։ Տես ինչքան բարություն, խաղաղություն ու սեր կա։ Արի մոտս քեզ գրկեմ։ Տեսակ ինչ էի մտածել։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ, որ բերեցիք նրան ինձ մոտ։ Ես շատ բան հասկացա, շատ բան։ Հասկացա, որ երբ ես ծերանամ, իմ փոխարեն այս ցեղում իշխող կլինի ու բոլորիդ կտանջի։ Վայ մամամա ջան, հիմա էլ երկու հատ Զազա կա։ Վերջ, հիմա մենք պճռը եղանք։ Հայկո, ես ինչ արեցիր։ Այսօր կորան Զազաները։ Ես այս սարքի միջոցով նրանց ուղարկեցի միջ գալակտիկական տարածությունում գտնվող մի մոլորակ, որտեղ ապրում է Զազայի մտածողությանը իդենտիկ սուբյեկտներ։ Կարճ ասած ուղարկեցիր գրողի ծոցը, հա? Հա, կարելի այդպես ասել։ Հայկո, բա մինչև հիմա ինչի չէիր օգտագործում այս սարքը։ Դե ես մտածում էի ավելի մարդասիրական ձևերով խնդիրը լուծենք։ Այսօր ընդե մարդ, որ մի հատ մարդասիրական ձևերով էիր ուզում լուծեիր։ Ես պահում էի սա վերջին վարկյանի համար։ Հայկո, վերջին վարկյանը վաղուց անցել էր։ Այսօր կորավ քուրս։ Ավելի ճիշտ, այսօր կորան քրերս։ Ja, Մոսո ջան, շնորհավոր ապետ։ Մոսո, շնորհավոր։ Շնորհավոր պսիկ։ Շնորհավոր, պարոն ցեղապետ։ Շնորհակալ եմ։ Ջիգա, ուշացում եմ շնորհավոր ջտպտտ։ Շնորհավոր։ Շնորհակալ եմ։
Ապեր գպը-ցպը դե շնորհավոր։ Իմ սիրունը քուրիկ, իմ անուշ քուրիկ։ Ես չտեղը չեր բերում արա։ Չայբացի մոսոյն եք ծում արա։ Ես ինչ ես անում Սիսյան։ Պարապում եմ, որ այսօր քեզ լղկեմ։ Իգնայք և հարոնայք, ես եք ներկայացնում կռիվը։ Հաջում եմ մինչև 10-ը։ 1, 10